Երկրաշարժի հետևանքով գետնին տապալված գմբեթների փոխարեն հավատացյալ ժողովուրդը նորն է կառուցել։ Եկեղեցին խորդագել, հա, նա, որ չի։ Պատմության ընթացքում միայն բնական աղետները չեն վնասել եկեղեցին, այլև մարդկային կերպարանք ստացած աղետները։ Ըստ Միքայել arczepiskopos Աջապահյանի, կայսրություններ, նացիստներ ու անբարոյականներ են փորձել տարբեր դարաշրջաններում ծնկի բերել եկեղեցին։ Ստալինը կարողացել է։ Հիտլերը կարողացել է։ Մուսոլինին կարողացել է։ Նապոլեոնը կարողացել է։ Ֆրանսիական հեղափոխությունը կարողացել է։ Ով է կարողացել եկեղեցուն հաղթել։ Եկեղեցին անհաղթելի կառույց է, ոչ թե եկեղեցականն է անհաղթելի, եկեղեցին անհաղթելի կառույց է։ Անբարոյականներից մեկն էլ Սրբազանի, Պապ թագավորն է եղել, որի հետ հաճախ է համեմատվում Նիկոլ Փաշինյանը։ Պապ թագավորը, որովհետեւ կա խոսումը ով է եղել, նմանատիպ մի սինկլկոր անպետքի մեկը, որն էլ էր խոսում, լինելով անբարոյական, խոսում էր բարոյականությունից եւ երկրի հզորացումից։ Այսինքն, եթե վանքերը փակեին, պետք է երկիրը հզորանար։ Ձախողում է իր քաղաքականությունը, իր ձախողումները պետք է ուրիշին վրա բարդի, նա բարդում է։ Նույն Պապ թագավորն է։ Անբարոյական եւ միշտ մեղավորը ուրիշն է։ Համոզված է Սրբազանը, հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի արշավը եւս մատնվելու է անհաջողության։ Անօգուտ է եկեղեցու դեմ սուրճ ճոճելը։ Համ երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փակես, բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Ակննդական ատամն սկզբունքով չի առաջնորդվում եկեղեցին։ Ըստ Աջապահյանի, դա է պատճառը, որ Մայրաթորը 3-4 օր լռություն է պահպանել։ Ոմանք սխալմամբ դա թուլություն են համարել։ Ներումը համարում են թուլություն, լռությունը համարում են տգարություն։ Ուրեմն չարին չարով չպատասխանելը համարում են ինչ իմանամ, անկարություն։ Բայց վերջի մենք չենք կարող էլի եկեղեցուց վերածվել ինչ-որ մի կառույցի, որը աչքի դեմ աչք, Ադամի դեմ Ադամ սկզբունքով է առաջնորդվում։ Սրբազան Մեր պայքարը ընդամենը խոսքն է, եւ մենք խոսում ենք եւ ասում ենք, եւ մերժում ենք իրենց ամեն ասած այն ինչ-որ հագա քրիստոնեական եւ հագահայկական է, եւ պիտի շարունակի։ Հակաքրիստոնեական, հակահայկական է իր աչքի գերանը չտեսնելը, ուրիշի աչքի փուշը տեսնելը։ Հոգևորականներին անհասցե մեղադրանքներ ներկայացնող, սրբապիղծ արարքներ վերագրող Փաշինյանն ինքն է իր կենակցի հետ պղծության մեջ ապրում, ասում է Շիրակի թեմի առաջնորդը։ Եվ ուրեմն սրբապղծության կամ ընդամենը սեռական կյանքի, չգիտեմ, դու քո ընտանիքով զբաղվի։ Աստծո եւ օրենքի առաջ դուք ամուսիններ չեք։ Ոչ եկեղեցու առաջ եք ամուսին, ոչ բանով պետական գրանց։ Ինքներդ խոստովանում եք եւ անարգում եք ուրեմն ԶԱԳՍ-ի ինստիտուտը, այսինքն պետական գրանցման ինստիտուտն եք անարգում։ Դու պետական համարում եք մարդ, իքես համարելով, անարգում ես պետական ամուսնության գրանցման ինստիտուտը։ Դու ուր երջանիկ ես, որ քո զավակները արդամուսնական կապի արդյունք են։ Ուրիշ մտել ես ուրիշի անկողին, ուրիշի արդամուսնական զավակների մասին ես ուզում մտահոգվել։ Դու քո արդամուսնական զավակների մասին մտածի։ Ուրեմն ինչ իրենցից հեռացնելու համար այն ինչի մեջ պղծության մեջ իրենք են, հա? Ինչպես գոռում է բռնեք գողին, իմ ասա գոռում է բռնեք պիղձերին։ Դու ամենամեծ սրբապիղձը դու ես, ամենամեծ պղծության մեջ դու ես, հարատև եւ անուղա։ Միքայել arczepiskoposi կարծիքով առաջին ամենասկանդալային գրառման մեջ Փաշինյանը միտումնավոր անուն չի տվել, հարվածի տակ դնելով բոլոր սրբազաններին։ Ինք անորոշ ասում, որպեսզի ամեն մեկը ինչ-որ մեկին կասկածի։ Սրիգա, գիտես, անունը տուր։ Անունը տուր։ Ինչու ես այնպիսի տպավորություն ստեղծում, որ յուրաքանչյուրը իր ճանաչած մի սրբազանին սկսի կասկածել։ Չէ։ Ամեն մի հայ ինչ-որ մի սրբազան կամ երկուս կամ երեքին ճանաչում է։ Երբ որ դու անորոշ ասում ես սրբազան եւ այդ հայհոյալից խոսքը հասկանում ես, որ նշանակում է դու դրանով ես զբաղվում կնոջդ հետ։ Ուրեմն քո եւ կնոջ հարաբերությունը կարելի է ուրեմն սահմանել այդ քո օգտագործած խոսքով։ Ուրեմն զավակներդ գիտեն, թե դու ինչով ես զբաղվում կնոջդ հետ։
Այդ գործողությամբ ես զբաղվում, ինչը որ արդահայտել ես։ Դու անորոշ չես ասում։ Ամբողջ կյանքդ պղծության մեջ ես անցկացրել։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Ապօրինի կենակցում ես եւ ապօրինի կենակցիդել ներկայացնում ես աշխարհին իբրև առաջին տիկին։ Երբ որ առաջին տիկինը ըստ արարողակարգի նախագահի տիկինն է, քո տիկինը չի էլ կարող լինել առաջին տիկին։ Աջապահյանի խոսքով եղել են մարդիկ, որոնք սկսել են փնտրել, արդյոք Շիրակի թեմի առաջնորդը քեռակին ունի։ Մեր շուրջը քանի հոգի արդեն այս քանի օր է բան են հետաքրքրված են թե ես քեռակին ունեմ կամ ոչ։ Աննորմալ, քո աննորմալությունը քո ընտանիքում դրսևորի։ Հայ առաքելական եկեղեցու Աջապահյանն անդրադարձել է Մարմաշենի վանական համալիրում նախկին ԿՊԱ-ական դերասան իշխանամերձ հեռուստաընկերություններից մեկում անպարկեշտ բառապաշարով հաղորդում վարելով հայտնի գնել Սարգսյանի պահվածքին։ Վանքում պատարագի մասնակցելուց հետո Սարգսյանը եկեղեցու բակում բացատրություն է պահանջել վանահորից, հայհոյել նրան։ Մարմաշենի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Պետրոսյանը հայտարարել է, որ ամենայն խստությամբ հսկելու եւ կանխելու է հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների մուտքը եկեղեցիներ։ Տեղեկատվություն են քաղել, որ Մայրաթորն է Մարմաշենի վանական համալիրը փրկել, որպեսզի այն չդառնա թանգարան, ինչպես Զվարթնոցի տաճարը, որտեղ մուտքը փողով է, ասում է Շիրակի թեմի առաջնորդը։ Եվ դրա համար կառուցել են այդ շլագբաումը, չէ, արկելափագոցը կողքը սենյակը, որտեղ պիտի տոմս ծախեին քեզ, որպեսզի դու փողով մտնեիր։ Եվ դրան ընդդիմացել ենք մենք, ասել ենք, որ չի կարող Մարմաշենի վանքը չլինել ազատ մուտք։ Պետք է լինի ազատ մուտք, թանգարան չի կարող լինել։ Հետո ինչ որ դուք դարձրել եք, ոչ թե դարձրել եք պետական սեփականություն, խլել եք եկեղեցուց ժամանակին սովետական տարիներին, հիմա չեք վերադարձնում։ Կսպասենք։ 70 տարի սպասել եք, եւս 70 տարի կսպասենք։ Բայց այդ վակը մերը կլինի, ձերը չի կարող լինել, այ ողորմ է լիներ, այ թշվարականներ։ Աջապահյանի պնդմամբ քահանան իրավունք ունի ընտրել ով մտնի եկեղեցի, ով ոչ։ Այն որ ասում ես իմ եկեղեցին է, քեզ թվում է թե քո եկեղեցին է։ Կամ քեզ թվում է թե եկեղեցին հանրային տարածք է։ Եկեղեցին հանրային տարածք չի։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Որովհետև եկեղեցին հայ առաքելականների համար ստեղծված սակրալ միջավայր է, որպես իրենք հավաքվեն եւ փառաբանեն Աստծուն։ Իսկ դա գլխավորում է քահանան, առանց քահանայի չկա ոչ ցես, ոչ արարողություն, ոչ պատարագ, ոչ մգրդություն, ոչ պսակադրություն։ Եվ դու որևիցե քահանայի իրավունք ունես պարտադրելու, որ ինքը մգրդի սրան կամ նրան, չկա նման պարտադրանք։ Դու կարող ես որևիցե մի քահանայի պարտադրել, որ ինքը պսակադրի սրան կամ նրան, չկա նման բան։ Քահանան գործում է եպիսկոպոսի իշխանության ներքո, եպիսկոպոսը գործում է կաթողիկոսի իշխանության ներքո։ Եվ եկեղեցին, որ մենք բացել ենք այսպես դռները բաց եւ ասել ենք մտեք բոլորը, ովքեր ուզում եք մտնել, դա չի նշանակում, որ եկեղեցին հանրային տարածք է։ Ոսայգի չի եկեղեցին։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսի ընտրությանը, ապա դրա հետ գործ չունի պետությունը, բայց գործ ունի ժողովուրդը։ Ընտրողը հոգևոր ժողովն է, որի 2/3-ը աշխարհական է։ Ժողովուրդը մասնակցում է, ինքը անգերագետ է, տգետ է, ուրեմն թող գնա սովորի։ Կաթողիկոս ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որտեղ ազգային եկեղեցական ժողովում 2/3-ը աշխարհականներ են եւ ժողովրդի ներկայացուցիչներ են։ Հասկացաք։ Իսկ ինքը իբրև պետություն, ժողովուրդը խառնվելու իրավունք ունի, բայց ինքը իբրև պետություն խառնվելու իրավունք չունի եկեղեցու գործի։ Հասկանում եք, ժողովրդի անունից թող չխոսի։ Ժողովրդի անունից ինքը չի ընտրվել եկեղեցուն վերահսկելու համար։ Ժողովրդի անունից ինքը ընտրվել է պետության գործերը վարելու համար։ Իսկ պետության գործերը ասում է, որ չպետք է խառնվի եկեղեցական գործերին։ Ուրեմն տեղը նստի, այն որ ասում քվեյով ընտրված ղեկավարները, քո ընտրված լիազորությունների շրջանակում գործի։ Կհաչաս, չես հաչա, բայց կգործես քո լիազորությունների շրջանակում։ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունում դու դերակատարություն չես կարող ունենալ իբրև պետություն։ Կարող է դերակատարություն ունենաս իբրև անհատ, եթե այդ եկեղեցու անդամ մնաս։
Այսօր դու փաստորեն քեզ դրել ես եկեղեցուց դուրս։ Փաստորեն դրել ես, բայց հայտարարում ես ես դեռ այդ եկեղեցում եմ։ Դու չես որոշողը, դու ես այդ եկեղեցուց թե չէ։ Ասկարիդի մակաբույծի պես է իրեն պահում Հայաստանի իշխանությունը, որի համար եկեղեցու հասցեին քննադատությունը սնունդ է, կուտեն, կկշտանան, կհանգստանան, բայց կմնան ասկարիդ, սրբազանի բառերն են։ Կուշտ ասկարիդը սոված ասկարիդից մեծ տարբերություն չունի։ Իսկ եկեղեցին հավերժ է։ Թերեզա Կադաևչյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։